Սոված փոյն ուժային մարզում նրան էլ երբեք իմաստալից չի։ Չէ, ես քեզ չի օգնելու ավելի շատ ճարպ կորցնել, դու ուղղակի քեզ ավելի թույլ ես գալու, ավելի վատ մարզում ես ունենալու։ Այս հատկապես ավելի մեծ խնդիր է լինելու այն մարդկանց համար, ովքեր առավոտյան զարթնում են ու միանգամից գնում են մարզասրահ։ Առավոտյան քո արյան շաքարի մակարդակները բավականին ցածր են ու նաև քո լյարդի գլիկոգենի պաշարները ավելի քիչ են, քանի որ քո լյարդը ամբողջ գիշեր քո արյան շաքարի մակարդակները պահել են նույն մակարդակի վրա, չնայած որ դու ամբողջ գիշեր ոչ մի բան չես կերել։ Ու այս լինում է հենց այս գլիկոգենը օգտագործելու հաշվին։ Այս երկու ֆակտորն էլ, այսինքն համ ավելի ցածր արյան շաքարի մակարդակ ունենալը, համ ավելի քիչ գլիկոգենի պաշարներ ունենալը, բարձրացնելու են քո ընկալված ջանքի մակարդակները, ինչը նշանակում է, որ նույնիսկ մաքսիմալ ջանք ներդնելով մարզման ժամանակ դու ավելի քիչ քանակի մկանաթելեր ես կարողանալու ակտիվացնել թիրախային մկանում, ինչի պատճառով այն ավելի վատ է աճելու։ Իսկ եթե դու սրա հետ մեկտեղ նաև շատ ուժեղ սովի զգացողություն ես զգում բալապունքի ժամանակ, այս նույնպես սահմանափակելու է այն, թե դու ինչքան մեծ մկանի կծկման ազդանշան կարա ստեղծես։ Այս բոլոր խնդիրները կարելի է լուծել մարզումից առաջ ածխաջրեր ուտելու շնորհիվ, ու քեզ նույնիսկ ինչ-որ շատ մեծ քանակ սրա համար պետք չի։ Նույնիսկ մոտ կեսից 1 գրամ ածխաջրերը ամեն 1 կիլոգրամ մարմնի զանգվածի համար բավարար է։ Ածխաջրերի կոնկրետ աղբյուրը շատ էական չի, զուտ էական է, որ սրանք հասցնեն յուրացվել մինչև մարզման սկիզբը, այսինքն եթե դու մոտ 2-3 ժամ դեռ ունես, դու կարաս հանգիստ ավելի բարդ ածխաջրեր օգտագործես, բայց եթե դու զարթնում ես ու միանգամից գնում ես մարզասրահ, քեզ պետք են մաքսիմալ պարզ ածխաջրեր, օրինակի համար հյութ։